Ռուսական նավթային ընկերությունների դեմ պատժամիջոցներ կիրառելու որոշումը ըստ The Hill 30-ի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջին ուղղակի հարձակումն է իր գործընկեր Վլադիմիր Պուտինի վրա։ Նախագահ Թրամփը չորեքշաբթի օրը սկսեց իր ամենանշանակալի եւ ուղղակի հարձակումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։ Մինչ այժմ անհաջող փորձ կատարելով ստիպելու Կրեմլի առաջնորդին դադարեցնել Ուկրաինայի հետ տասնամյակներ տևած պատերազմը։ Ասվում է հոդվածում նշվում է, որ սահմանափակումների մասին հայտարարվել է նախքան Թրամփի ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ համատեղ մամուլի ասուլիս տալը, որտեղ հայտարարվեց, որ ժամանակն է խստացնել պատիժը Մոսկվայի դեմ։ Ուկրաինան ցանկանում է դադարեցնել Ռուսաստանի ավերիչ մարտավարությունը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում. Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների ֆոնին մենք պետք է ձևավորենք մեր քաղաքականությունը կանխելու Ռուսաստանի ապակառուցողական մարտավարության տարածումը կամ կրկնությունը, նշել է նա։ Հետևաբար Զելենսկին խնդրել է Եվրոպային եւ ԱՄՆ-ին աջակցել Կիևին հեռար զենքի փոխանցմանը։ Իսպանիայում ձերբակալվել է ռեստորաններից ավելի քան 1100 աթոռ գողացած ավազակախում, հաղորդում է Richmond Sentinel-ը։ Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է 7 անձի, որոնք կասկածվում են մի շարք անսովոր գողությունների մեջ։ Հանցավոր խումբը աթոռներ է գողացել Մադրիդում եւ շրջակայքում գտնվող ռեստորանների եւ բարերի բացօթյա սրճարաններից։ Ըստ ազգային ոստիկանության գողերը օգոստոս եւ սեպտեմբեր ամիսների 18 հաստատություններից գողացել են ավելի քան 1100 աթոռ։ Գողերը գործել են գիշերը զգուշորեն հեռացնելով կահույքը, երբ փողոցները դատարկ էին։ Նրանց կահույքի բիզնեսից պատճառված վնասը գնահատվում է մոտավորապես 60,000 եվրո։ Ոստիկանությունը պարզել է, որ գողացված աթոռները վաճառվել են ոչ միայն Իսպանիայում, այլև արտասահմանում, Մարոկկոյում եւ Ռումինիայում։ 7 կասկածյալներն էլ 6 տղամարդ եւ 1 կին մեղադրվում են գողության եւ հանցավոր կազմակերպությանը մասնակցելու մեջ։ Գերմանիան կիսում է Բելգիայի մտահոգությունները Ռուսաստանի սառեցված արտասահմանյան ակտիվների օգտագործման վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Եվրամիության գագաթնաժողովին ժամանելուն պես հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Բելգիայի վարչապետի հետ մենք վերջին օրերին եւ շաբաթներին բազմիցս քննարկել ենք այս հարցը եւ կիսում եմ նրա մտահոգությունները, ընդգծել է նա։ Միևնույն ժամանակ Մերցի խոսքով ինքն ակնկալում է քայլ առաջ Եվրամիությունում Ռուսաստանի արտասահմանյան ակտիվները Կիևի օգտին օգտագործելու հարցում։ Շվեդիան չի կարողանա Ուկրաինայում փոխանցել 150 JAS 39 Gripen E կործանիչ լենտակետ ռուինացել է ռազմական վերլուծաբան Վասիլի Դանդիկինը։ 150 կործանիչը 50-ով ավելի է, քան Շվեդիայի ռազմաօդային ուժերն ունեն, նշել է փորձագետը։ Դանդիկինի խոսքով շվեդական կործանիչները թանկ են եւ շվեդները պարզապես չեն կարողանում գտնել գումարը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իսրայելին, որ եթե երկիրը փորձի անեքսիայի ենթարկել Հորդանանի գետի արևմտյան ափը, ապա կկորցնի Ամերիկայի Միացյալ Նահանգների ամբողջական աջակցությունը։ Այս մասին նա հայտարարել է Time ամսագրին տված հարցազրույցում։ Այդպիսի բան չի լինի, որովհետև ես խոսացել եմ արաբական երկրներին, եթե Իսրայելը գնա այդ քայլին, այն կզրկվի ԱՄՆ-ի ցանկացած աջակցությունից։ Ընդգծել է Թրամփը, ակնարկելով, որ նման քայլը կվնասի Վաշինգտոնի հարաբերություններին Մերձավոր Արևելքի արաբական գործընկերների հետ։ Ավելի վաղ The New York Times-ի աղբյուրները հայտնել էին, որ Թրամփը մտահոգված է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հնարավոր փորձով խափանել Գազայի հատվածում Համասի հետ խաղաղության գործարքը, ինչը կարող է նոր լարվածություն առաջացնել տարածաշրջանում։